Բարի օր սիրելի հեռուստադիտող, Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, ցեզի մեզի մեծավետիս, բարի զադիկ բոլորին։ Այսօր պատրաստելու ենք մեր հայկական ամենասիրված փիլավներից, որը ավանդական է, շատ համեղ է, շատ հետաքրքիր ձևով է պատրաստվում ու հետո միավորվում այդ ամեն ինչը ճիշտ հայկական սեղանի պես, որտեղ հավաքվում են բոլորը, որպեսզի ուտեն համով ճաշ եւ բոլորը լավ ժամանակ անցկացնեն։ Բոլորին տները լինի միշտ շեն, միշտ ուրախ, միշտ երջանիկ ու բոլորի համար լինի լավ տարի։ Հայկական չրերով եւ ընթեղենով փրինցի համար մեզ պետք է 2 բաժակ փրինց։ Չրերից մեզ պետք է չամիչ 2 տեսակի, թեղծի ճիր, ծիրանի ճիր եւ օգտագործելու ենք սուիտնելայի սջուխները, ծիրանով նուշ եւ նուրով ընգույս։ Ընթեղենից օգտագործելու ենք գես բաժակ քաժո կամ հնդկական ընգույս, գես բաժակ նուշ, կարորդ բաժակ պիստակ, 200 գրամ կարակ, 100 գրամ տնական յուղ։ Համեմունքներից օգտագործելու ենք դարչինի փոշի, դարչինի փայտիկ եւ թափնու դերև։ 3-4 հատիկ լավաշ, չուր փրինցը եփելու համար։ Դե ինչ սիրելիներս, հայկական փլավի համար մեզ պետք է արդեն փրինց, դե ինչ, եթե փրինց, ապա մարանիկ, եթե մարանիկ, ապա որյակով, հատիկեղեն կամ համեմունք։ Հիմա պետք է բացեմ ու լևանամ մի հատ փրինցը տնենք եփելու։ Մինչ այդ մենք կպատրաստենք մեր լավաշը եւ չրեղենը կամ ընգույզեղենը կամ ընթեղենը։ 2 բաժակ եմ տնելու։ Ճոտկի, ինչ են ասում հայերեն։ Ճիշտ։ Ճոտկին ռուսերեն է։ Ռուսերեն բարեր սովորել եմ, այսինքն ճիշտ։ Մի հատ լվանում ենք ու գալիս ենք։
Իրանը եւ տեղծը եւ ընդհանրապես միրգերը աշխարհի ամենահամովն են։ Literally, այսինքն ուղղակի իրական եմ ասում։ Եվ շատ լուրջ է։ Կարակը սպասում ենք հալի կամ հալչի ու կամաց ավելացում ենք։ Հիմա ուրեմն ճրերը առանցին եմ տապակելու, նշեղենը կամ ընթեղենը առանցին։ Քանի որ իրենք ամեն մեկը իրինակ մեկ եղել է փորձի համար լոլիկի ճիր եմ դրել, այն էլ է շատ հետաքրքիր, բայց հոնի ճիրը ավելի համով է լինում, կամ նուրի եւ ընկույզի սուջուխը, որը մենք պատրաստել ենք կամ որը մենք ավելացնում ենք սուիթնելայից։ Իսկ ես պատկերացնում եմ, այս փրինցը արեցինք, սեղանի վրա դրեցինք, ինչա բագասում։ Գիտեք ինչա բագասում։ Այո, ճիշտ եք, բագասում է հայկական քինի։ Կողքը այդ փրինցի փիլավի։ Բացում ենք հայկական քինի, քարե, մենք էլ ենք խմելու քարե եւ ամանորին եւ զատիկին եւ ամեն օր կարծեմ եւ ես երևի ամեն հաղորդման, քանի որ միշտ բախտս բերում է, որ քինիով ջաշ եմ պատրաստում ու եթե քինի, ապա քարե եմ օգտագործում։ Դուք էլ եղեք շաղիկի նման։ Ուրեմն մեր հացը նկարում էի՞ր։ Հա։ Հիմա, քանի որ այս երկուսը նույն չափսի են, ես կարամ իրար հետ ավելացեմ, բայց պիստակը քանի որ ավելի փոքր է, առանցին եմ ավելացնելու։ Հնդկական պոպոկը կամ կաժոն, նուշը ու խառնում եմ։ Դուք սկացիք ես ինչ արեցի, նույն տապակի վրա, որը ճրերը տապակել էի, նույնի վրա եմ ավելացրել, իսկ ինչի, որովհետեւ այդ համերը բոլորը մնա մեր մեջ ու դուրս չելե, այսինքն ճիշտ բանի է նման, որ հայերը այդ ամեն լավությունը եւ բարիությունը իրար տան եւ էդի դուրս չտարածվի։ Մի քիչ political խոսեցի, ինչ կսեմ politically-ին, քաղաքական, բայց տենց ստացվեց, բայց ճիշտ եմ ասում։ Իսկ նուշերը կարող ենք գեղվել թնել կամ կարող ենք գեղևով թնել, այդ ըստ ցանկության է, ես սիրում եմ գեղևով թնել եւ քույնի եւ համային սենց ավելի խրխտանա դառնում։ Բայց երկու ցավով էլ միշտ պատրաստում։ Մենք պետք է շուտ խառնենք, որովհետեւ իրանք մեզ խափում են, մտածում ենք, որ բան չի լինում, բայց իրենք կարմրում են։ Սո դրա համար, երբ որ մենք ընտեղենը կամ նուշի տեսակներ տապակում ենք, միշտ շատ արագ Փրինցնել ենք խառնում մի հատ։ Նայեք ինչ հետաքրքիր քույն ունենք արդեն։ Պիստակներն են լավ կարմրել։ Նայեք կաժոն կամ հնդկական պոպոկը։ Հնդկական ուղիզը։ Ահա։ Էս էլ պատրաստ է։ Կամաց հասնում ենք ավարտին, ես ուզում եմ մեր հացիկները արդեն դասավորել, մինչև որ փրինցին 2-3 րոպե է մնացել, որ խառնենք, բոլորը մատուցենք։ Դե չմոռանաք մեզ հետևել ամեն օր, Համի Կախնիկ, Կետրոն TV եթերում, ժամը 9 եւ ժամը 17:00։
որպեսզի փաչտոնեք ոչ մի համով փաղաթյադոմս։ Եվ իհարկե բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նույնպես փաչտոնեք ոչ մի համովություն։ Էս մի փոքրը տողեցի։ Էս երկու մի քիչ էլ սրանցից եմ տնելու, որպեսզի ավելի քունեղ լինի։ Yummy! Yummy գիտեք ինչ է, այսինքն շատ համով է, դենց։ Դե ինչ սիրելիներս, արդեն այսօրվա մեր պատրաստեք եւ վայելեք։ Ցտեսություն։